Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մայիսի 4-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական տարածաշրջանային ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Նայենք համաշխարհային առևտրի հետ կապված ինչ խնդիրներ կարող է առաջանալ Միացյալ Նահանգների մաքսային քաղաքականության պատճառով, որը որ չի կարող նաև ազդեցություն չունենալ մեր տնտեսության վրա, որովհետև մենք էլ այս աշխարհի մի մասնիկն ենք։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն անդրադարձել է Չինաստանի նկատմամբ ԱՄՆ սահմանած մաքսատուրքերին։ Չինաստանը երկար տարիներ կողոպտել է ողջ աշխարհին, այժմ նրանց տնտեսությունը լրջորեն տուժում է։ Մարդիկ մոռանում են, որ այն գործարանները, որտեղ պատրաստվում են կոշիկներ, հագուստ եւ այլ ապրանքներ, չինական աշխատատեղեր են։ Երբ ասում են, որ այդ արտադրանքը չի արտահանվելու ԱՄՆ, դա նշանակում է, որ նրանք աշխատանքից զրկվում են։ Սա մեծ վնաս է Չինաստանի տնտեսությանը, ասել է Ռուբիոն։ Ըստ Ռուբիոյի, արդյոք սա արթնացման ազդակ չէ մեզ համար, որպեսզի մենք նորից սկսենք արտադրել մեր երկրում եւ չլինենք այսքան կախված Չինաստանից։ Մենք թույլ տվեցինք, որ Չինաստանը անարդար առևտրային քաղաքականությամբ, արժութային մանիպուլյացիայով եւ ինտելեկտուալ սեփականության գողությամբ մեզ քայքայի։ Սա շատ վտանգավոր վիճակ է եւ նախագահ Տրամպը դա փոխում է հիմա, որովհետեւ այլևս սպասելու տեղ չկա։ Ռուբիոն շեշտել է, 2 տարի էլ այս ուղղությամբ շարունակելու դեպքում մենք շատ լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու Չինաստանից ուժեղ կախվածության պատճառով։ Պետք է մտածենք ինչքանով ենք պատրաստ ապագայում նրանցից ապրանք գնել։ Մի քանի հարց սրա հետ կապված։ Առաջինը, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանում է պրոտեկցիոնիզմի քաղաքականություն կիրառել ներքին արտադրողի համար եւ այսինքն շուկան փակել դրսի համար, դա շատ անարդյունավետ տարբերակ է եւ չաշխատող Միացյալ Նահանգների պարագայում։ Բայց խնդիրը միայն դա չէ, հիմա նայենք ոնց է պատկերացնում Մարկո Ռուբիոն, որ ինքը կարող է մրցունակ ապրանք արտադրել Չինաստանի հետ։ Կարող էր դա անել, եթե որակապես բարձրացած տեխնիկայի տեխնոլոգիայի հարցը։ Չինաստանը այդ հարցում այլևս Ամերիկային չի զիջում։ Եվ երկրորդ, Չինաստանի եւ Ամերիկայի կենսամակարդակը, եթե նայենք մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը մոտ 4.5 անգամ Չինաստանում ցածր է, քան Միացյալ Նահանգներում։ Չի կարող մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը այդքան բարձր երկրում, նա կարողանա էժան ապրանք արտադրել։ Լավ, ես չեմ հասկանում, բարդ է այդքան այդ անդերը հասկանալ։ Անհնարին է, որ դու արտադրես ավելի էժան ապրանք, որովհետև քո կենսամակարդակը նստած է այդ ապրանքի ինքնարժեքի մեջ, ծախսերի մեջ է նստած, արտադրական ծախսերի մեջ է նստած, որովհետև մարդը լավ է ապրում, նա սոցիալական երաշխիքներ է ստանում, առողջապահական երաշխիքներ է ստանում, մարդը անցնում է թոշակի բարձր թոշակ է ստանում, նրա առողջապահական խնդիրներ են լուծում, այդ ամբողջը նստած է բոլոր ապրանքների վրա, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այո, կենսամակարդակը բարձր լինելու պատճառով նաև ապրանքի գինն է բարձր, եւ դրանից չպետք է խուսափել, պետք է մտածել ինչպես զարգացնել տնտեսությունը, այո, գնաճը նաև խթանող է տնտեսության զարգացմանը։ Ավելի պրիմիտիվ բան, որ մտածել գնաճի դեմ պայքարել նշանակում է արտադրական զարգացման դեմ պայքարել։ Լավ, այդքան բարդ է դա հասկանալ։ Գնաճը պետք է լինի, դա խթանիչ դեր է կատարում, բայց մարդկանց եկամուտները առաջանցիկ տեմպերով պետք է անցնեն գնաճին։ Դա է առաջ տանելու Ամերիկայի Միացյալ Նահանգները, ոչ թե մենք զսպենք, փորձենք գները իջացնենք, չես կարող գները իջացնել Ամերիկայում արտադրելով, եթե նույնիսկ Չինաստանի դեմը փակես Ամերիկայում արտադրես, Ամերիկան չի կարող էժան արտադրի։ Իսկ եթե այդ ժամանակ դա պետք է արտադրեիր արհեստական ինտելեկտ օգտագործելով, ռոբոտներ օգտագործելով եւ այլ, դրա մասնագետն էլ եկել էր պետական կառավարման հերանանիցից, հիմա նորից ուզում է վերադառնա, նա էլ իր գործով չի զբաղվում։ Այդ հարցում էլ չեք կարող Չինաստանի հետ մրցակցել, որ
որակապես այլ խնդիր պետք է դնես, որպեսզի դու մրցունակ ապրանք արտադրես, կամ Չինաստանը իր ապրանքով մտնի քո շուկա, դու այն երկրները, որտեղ որակյալ տեխնիկա, տեխնոլոգիա չունեն, այդ երկրներ տանես քո ապրանքը, այսինքն ներմուծես նա, որը էժան է եւ շատ հարմար քո գնորդին, քո գնորդը, որը ունի գնողունակ պահանջար, էժան ապրանք առնի, բայց դրա շնորհիվ դու արտադրես ապրանք, որը արտահանես մեկ ուրիշ երկիր, բայց եթե դու մաքսատուրք ես կիրառում ամբողջ աշխարհի վրա, այդ թվում նաև պինգվին արտադրող կղզիների վրա, դե բնական բանա բայել ոնց կարող ես մրցակցությանը դիմանալ, եւ շարունակությունը ուշադիր, այս ամեն ինչը Ամերիկայի ընտրողը լսում է, թե իրան ոնց են խաբել, որովհետև բա ինչ էր ասում Դոնալդ Տրամպը մաքսատուրք մտցնելու համար, ասում էր մաքսատուրքը մտցնում են, որտեղ այս չինացիները սինթետիկ թմրանյութեր են մտցնում Ամերիկա եւ մարդիկ են զոհվում, եւ դա անում են Կանադայով եւ Մեքսիկայով, եթե Կանադան ու Մեքսիկան Չինաստանից կբերեն այդ սինթետիկ նյութը դեմը չեն առնի, մաքսատուրք կկիրառենք շատ բարձր Չինաստանի վրա, բավական բարձր Կանադայի եւ Մեքսիկայի, թող սահմանները փակեն, մեր մարդիկ չզոհվեն, բայց պարզվում է ժողովուրդ ջան, այդ սինթետիկ նյութը կապ չունի, իրանք լրիվ ուրիշ պատճառով են ուզում Չինաստանի դեմն առնեն, որովհետեւ վտանգավոր չափերի է հասել Չինաստանի ապրանքների ներմուծումը Միացյալ Նահանգներ ու իրանք դրա բանալին չեն գտել, շատ կոպիտ ձևով փորձում են դեմ առնել, որը հաստատ ամենաանարդյունավետ տարբերակն են ընտրել, բայց ամենից կարևորը հասարակությանը խոստովանեցին, որ սա արվում է նրա համար, որ կարողանանք տեղական արտադրողին օգնենք, բայց դուք կարող եք մի քանի 100 միլիարդ ապրանք, որ այսօր Չինաստանը ձեզ չի տալու, այդ մի քանի 100 միլիարդ ապրանքը տեղական արտադրողը դնի շատ արագ արտադրի, տեղական արտադրողը այդքան ներդրում կանի, այդքան տեխնիկա կառնի, այդքան աշխատող կընդունի, այդքան տարածքներ կընդլայնի, այն բանի վրա, որ կարող է հենց վաղը հաջորդ օրը մաքսատուրքերը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը չեղարկի, ոնց որ արել է մի օրվա ընթացքում տարբեր որոշումներ կայացրել։ Այսինքն հնարավոր է այդ մի գիշերվա մեջ մտցնել մաքսատուրք, հետո հաջորդ օրը հանելու վրա միլիարդավոր դոլարներ ծախսել, տնտեսությունը դարձնել ներքին արտադրության, ներքին սպառողի համար, ով դրա տակ կմտնի, կամ այդ որ արտահանողը պետք է շուր գա ներմուծման վրա աշխատի, արտահանման համար լրիվ այլ խնդիրներ ա դրած, այլ ապրանքներ են ցանկանում քեզանից, այլ հարցեր ես լուծում, ներմուծման համար միանգամայն այլ, եւ այդ պարագայում դա նշանակում է, այս խոստովանությունը դուք պատկերացնում եք ինչա նշանակում, այս խոստովանությունը դա է, որի հետ կապված պարբերաբար խոսել ենք, ժողովուրդ ջան, այս ի՞նչ է կատարվում, ոնց է հնարավոր սենց բան, էլի, ոնց է հնարավոր Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենաբարձր պաշտոնյաները հայտարարեն, որ մենք պայքարում ենք սինթետիկ թմրանյութերի դեմ մաքսատուրքերով, հիմա բա ինչ եք հայտարարում, ինչի դեմ եք պայքարում, որ դուք չեք կարողանում մրցունակ ապրանք արտադրել Չինաստանի դեմ, մի առավելություն պետք է ունենաք, բարձր տեխնիկա, բարձր տեխնոլոգիա, եթե դա չունեք, դուք չեք կարող մրցակցությունում հաղթեք, շուկան փակելը դա մերցնել է հենց Ամերիկայի տնտեսությունը, ոչ թե Չինաստան, այո Չինաստանը դժվարություններ կունենա, որտեղ Ամերիկայի պես շուկա գտնել իհարկե հեշտ չի, բա որ ասում կենսամակարդակը բարձր է, հենց դա ի նկատի ունեմ, Եվրոպայի կենսամակարդակը էլի բարձր է, բայց Ամերիկայի ցածր է, մեկ ուրիշ շուկա ինչի Չինաստանը կարող է, բայց մոռանում են, որ Չինաստանը շատ տեղ ունի գինի իջացնելու, որտեղ Չինաստանի կենսամակարդակը ցածր է, Չինաստանը կարող է շատ հանգիստ իջացնի, եւ այն իշխանությունը, որտեղ այնտեղ կա, բոլորին կսսկացնի, ասես սուսուփուս մնացեք, գնացեք նոր շուկաներ փնտրեք, ծպտունները չլսեմ, այդ ով պետք է ցեն հանի Սի Ցզինպինի դեմ, Չինաստանն է, այսինքն այդ պարագայում չի կարող Ամերիկայի Միացյալ Նահանգները հաղթի Չինաստանին, եւ հիմա այսպիսի խոստովանություն անել, երբ որ ի սկզբանե մարդուն ասում էին, որ սինթետիկ նյութերի պատճառով է առաջանում ցանկությունը մաքսատուրքեր մտցնել, իսկ հիմա Չինաստանի առևտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է,
Չինաստանը ներկայումս գնահատում է Միացյալ Նահանգների առաջարկները ուղղված երկու երկրների միջև առևտրային բանակցությունների վերսկսմանը, ընդգծելով Պեկինի դիրքորոշման որոշակի մեղմացումը, որը կարող է ճանապարհ հարթել բանակցությունների համար։ Վերջերս Միացյալ Նահանգների մի շարք ուղերձներ է փոխանցել Չինաստանին, համապատասխան ուղիներով ակնկալելով սկսել բանակցություններ։ Չինաստանը ներկայումս այդ առաջարկները ուսումնասիրում է, ասել է խոսնակը, ուշադրություն դարձրեք, Չինաստանը ընդգծված ձևով ասում է, որ իմացեք, որ Ամերիկան է առաջարկել, մենք կմտածենք։ Մինչև այդ Տրամփն ասում էր, որ մենք իրանց հետ բանակցում ենք, Չինաստանից ասում են, մենք իրանց հետ չենք բանակցում։ Այդ ո՞րն է բանակցություն համարում։ Հիմա ասма լավ շատ եք ուզում, կորոշենք, ձեզ հետ խոսենք, թե չէ։ Բայց Ամերիկան դրեց մաքսատուրք, Չինաստանն էլ դրեց։ Ամերիկան բարձրացրեց, նրանք էլ բարձրացրեցին։ Հիմա Ամերիկան է ուղիներ որոնում իջացնելու։ Բայց այդ ամեն ինչը այդքան բարդ էր, մի քանի քայլ հաշվել է այդքան բարդ էր, որ հասկանալ, որ այդ պարագայում հնարավոր չի, որ ավելի շատ տուժողը Միացյալ Նահանգները չլինի։ Ըստ CNN-ի նման մեկնաբանությունները վկայում են Պեկինի կողմից կոշտ դիրքորոշման որոշակի վերանայման մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի վարչակազմի օրոք սկսված սակագնային պատերազմը զգալու են սրեց երկու երկրների հարաբերությունները։ Իսկ Պեկինը մինչ այժմ հետևողականորեն մերժում է բանակցությունների մեկնարկի հնարավորությունը։ Տրամփը վերջին օրերին բազմիցս նշել էր, որ ԱՄՆ բանակցություններ է վարում Չինաստանի հետ հնարավոր առևտրային գործարք կնքելու համար, սակայն Պեկինը նախկինում կտրուկ հերքել էր նման պնդումները։ Չինաստանի առևտրի նախարարությունը միևնույն ժամանակ նշել է, որ ցանկացած բանակցություն պետք է հիմնված լինի նախապայմանների կատարման վրա։ Սակագնային եւ առևտրային պատերազմը միակողմարեն սկսվել է ԱՄՆ-ի կողմից։ Եթե նրանք ցանկանում են վերադառնալ բանակցությունների սեղան, պետք է դրսևորեն իսկական անկեղծություն։ Սա ենթադրում է պատրաստակամություն ուղղելու իրենց սխալները եւ չեղարկելու միակողմանի սակագները բարձրացումը, նշված է հայտարարության մեջ։ Պաշտոնյան հավելել է, որ Չինաստանի դիրքորոշումը չի փոխվել, եթե սա պայքար է, Պեկինը պատրաստ է այն հասցնել ավարտին։ Եթե սա բանակցություն է, ապա դուռը բաց է։ Դուք արդեն հասկացաք, որ Չինաստանը ոչ մի միլիմետր չզիջեց, որը անկեղծ ասած մեզ համար ցավալի է, որ Միացյալ Նահանգները իր դիրքերը զիջում է, Միացյալ Նահանգները ցանկանալով դիրքերն ամրապնդել, ընդհակառակը գնում է դիրքերը զիջելուն, գնում է միտեղ առճակատման, որտեղ իր դիրքերը ուժեղ չէ։ S&P Global Mobility-ի կանխատեսման մեջ ասվում է, արտասահմանյան ապրանքների վրա ԱՄՆ-ի մաքսատուրքերի սահմանման հետևանքով ավտոմեքենաների համաշխարհային արտադրությունն այս տարի կնվազի 2%-ով։ Նախորդ տարվա համեմատ կարտադրվի 1.5 միլիոն ավտոմեքենա պակաս։ Այս տարի ԱՄՆ-ում ավտոմեքենաների վաճառքը կնվազի 3%-ով։ Մինչ այս ԱՄՆ-ում տարեկան վաճառվում էր նաև թվերն անշում, եւ ապրիլի 3-ից ԱՄՆ ներկրվող բոլոր մեքենաների վրա գործում է 25% մաքսատուրք, նախատեսվում է, որ մայիսի 3-ից մաքսատուրքեր կգործեն նաեւ ներկրվող ավտոպահեստամասերի վրա։ Այսինքն ստացվում է այնպես, որ ԱՄՆ-ում տարեկան վաճառվում է 16 միլիոն ավտոմեքենա, այն մեծությամբ երկրորդ շուկան է Չինաստանից հետո։ Ընդ որում ԱՄՆ-ում վաճառվող մեքենաների գրեթե կեսը ներկրվում է, բայց այդ ԱՄՆ-ն ներմուծում է ավտոպահեստամասերի 30-ից 60%-ը։ Այսինքն սա լրջագույն հարված է ԱՄՆ-ի տնտեսությանը, եւ բնական է, որ ինչ նպատակ է հետապնդում, եթե մարդիկ սկսեն մեքենաներ քիչ առնել, ինչ են անելու։ Սկսելու են օգտագործած մեքենաները շարունակել քշել, էլ ինչ են անելու։ Սկսելու են թանկ առնել, ինչ են անելու։ Դա ինչով է նպաստելու այն մարդկանց ռեժիմին, որ գիտեր ապրանքը առավ, այս ապրանքի գինը սա է, մի քանի տարի կքշի, դա կվաճառի, կգնա կառնի, հետո էլ կմտածեն այդ մեքենան, որը որ կհանեն Ամերիկայից, ինչ որ մարդիկ կգան կառնեն, կտանեն եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում անընդհատ կփորձեն թարմացնել եւ անընդհատ ձեռք կբերեն նոր մեքենա, հները կվաճառեն, նորերը կբերեն։ Հիմա մարդը ինչ է անելու։ Եթե ինքը սկսեցին մեքենաները չվաճառել Ամերիկայի Միացյալ Նահանգներին, դա ձեռնտու է, դա պետք է կանա, որ դա տեղի ունենա։ Ինչա դրա փոխարեն Ամերիկայի Միացյալ Նահանգները տեղական արտադրությանն է այնպես զարգ տալու, տեղական արտադրությունը նորից ենք ասում չի կարող էժան ապրանք արտադրել, որովհետև դա ամերիկյան տնտեսության կողմից արտադրված ապրանք է։ Դա չի կարող էժան լինել չինականից, ուղղակի չի կարող, ժողովուրդ, բարդ չի այդքան դա հասկանալ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը չի բացառել, որ ԱՄՆ տնտեսությունը կարող է անկում ապրել։ Ամեն ինչ կարող է պատահել, բայց կարծում եմ կունենանք մեր երկրի պատմության մեջ ամենահզոր տնտեսությունը, նշել է Տրամպը։ Երկարաժամկետ հեռանկարում ամեն ինչ հրաշալի կլինի, նույնիսկ եթե անցումային շրջանում տնտեսությունը կարճ ժամանակում անկում ապրի։ Այս բացատրությունը, թե երկարաժամկետ կտրվածքով կարող ամեն ինչ լավ լինի եւ այլ, ով է այդ կանխատեսումները եւ ինչով է դա լինելու ամեն ինչով լավ։ Ինչ է ալնելու։ Երբ որ նույնիսկ մաքսատուրքերը հանում ես, մարդիկ արդեն աստիճանաբար հրաժարում են ամերիկյան ապրանքից համարելով ոչ հուսալի։ Ինչն է դա, որ այդ վստահությունը տալիս է, որ կարճ ժամանակում իրաօրոք կունենանք դժվարություն, բայց հետո երկարաժամկետ կտրվածքով, եթե նույնիսկ դու մաքսատուրքերի հաշվին խնայողություն ունենաս, դրանով ինչ-որ պարտքեր փակես, բայց տնտեսական անկում ունենաս, դա ինչով ես կոմպենսացնելու։ Ակնհայտորեն սա հենց զրույց է, որևէ լուրջ զրույց չի, իսկ սա տակ կա մի խնդիր, համաշխարհային տնտեսությանը հարված, հո մենակ Ամերիկայի տնտեսությունը չի, համաշխարհային տնտեսությանը հարված։ Ինչ էլի հիշենք, որ 2008 թվականի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը Միացյալ Նահանգներից սկսեց եւ ամբողջ աշխարհի տնտեսությունը ինչպիսի անկում ունեցավ։ Հայաստանի անկումն էլ եղավ 14.1%, աշխարհում ցուցանիշով երկրորդ վատ ցուցանիշն էր։ Այսինքն ի՞նչ է, մենք չենք մտահոգված դրա հետ կապված։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը մտադիր չէ երրորդ անգամ առաջադրվել նախագահական ժամկետի համար։ Լրագրողը հարցել է, թե արդյոք Տրամպը լրջորեն դիտարկում է հերթական վերընտրության հեռանկարը, նույնիսկ եթե ԱՄՆ սահմանադրությունը երրորդ նախագահություն չի նախատեսում։ Ես նախագահ եմ լինելու ընդհանուր առմամբ 8 տարի, 2 ժամկետ, ես միշտ մտածել եմ, որ դա շատ կարևոր է, ասել է Տրամպը։ Ամերիկայի նախագահի խոսքով իր կողմնակիցները պարբերաբար հորդորում են իրեն առաջադրվել երրորդ ժամկետի համար, սակայն ինքը մտադիր չէ դա անել։ Ես պատրաստվում եմ անցկացնել 4 հիանալի տարիներ, իսկ հետո այն կհանձնեմ մեկ ուրիշի, իդեալականը մեծ հանրապետականի, հավելել է ԱՄՆ նախագահը։ Հիմա հարց է ծագում, ինչա բարդ էր այդքան հասկանալ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների Դոնալդ Տրամպը նախագահը չի կարող երրորդ ժամկետ գնա, որ սահմանադրության 22-րդ հոդվածի ուղղումը, որը 4 տարի է տևել 1947-ից 51 թվականը, որ դա ուղղակի անհնարին էր փոփոխություն կատարել երրորդ ժամկետ սահմանել, ինչ այդ ամեն ինչի մասին մի անգամ ենք խոսել, 2 անգամ ենք խոսել, պարբերաբար օրինակներ բերել, այդ ամեն ինչը ցույց տվել, ինչ ա եղել, ոնց են եւ ինչ ա ստացվում։ Այս ամեն ինչը ասելուց բացի նաեւ ինչ ա առաջանում, ամենավատ բանը, որ ինքը անում է նաեւ թիմի հետ։ Ուրեմն ինչ ա ասում, որ իր մոդիկները իրան հորդորում են, որ ինքը երրորդ ժամկետ առաջադրվի, իր կողմնակիցները պարբերաբար հորդորում են։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի կողքը կան մեծ թվով կողմնակից մարդիկ, իսկ նենց լակոտ լուկուտ չպետք է իրան դա հորդորեին։ Մարդ պետք է հորդորեր, որը իր կշռով այնքան է, որ կարող է Դոնալդ Տրամպի հետ ուղիղ նստի ու խոսի։ Կամ առաջարկություն գրի, իսկ նա բարիհաճի այդ առաջարկությունը կարդա։ Դուք պատկերացնում եք այդ մարդկանց տրամաչափը։ Ու այդ մարդիկ հորդորում են խախտի սահմանադրությունը կամ գործընթաց սկսի սահմանադրությունը խախտելու կամ փորձի սահմանադրությունը փոխես։ Այսինքն կան այդպիսի մարդիկ, հասկանում եք, ժողովուրդ ջան։ Այդ դա է շատ ցավալի։ Ում մտքով կանցներ, որ կգտնվեն մեծ թվով մարդիկ, թիմակիցներ այդպիսի բարձր պաշտոնյա, լուրջ խորհրդականներ, որոնք պետք է խորհուրդ տան, ասեն, շեֆ ջան, լավ էլի, թարգի էլի, ամոթա, խայտարական ես, քեզ էլ մեզ էլ, չի լինելու այդ երրորդ ժամկետը, բայց իրան հորդորում են, ասում են, չէ, դու գնա երրորդ ժամկետի, որ ինչ անի երրորդ ժամկետի գնա, որ ինքը կանգնի հրաժարվի, հետո ձեզ գցի կրակը, ասի, այս մարդիկ էլ դրած ինձ համոզում էին, էտա ձեր տված խորհուրդը։ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմի Բրյուսը հայտարարել է Միացյալ Նահանգները Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը պահպանում է։ Բրյուսը հավելել է, որ Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները չեղարկելու հարցը, որոնք Վաշինգտոնը նախկինում սահմանել էր, նույնպես չի քննարկվում։ Այսինքն պատժամիջոցները չեն ցանկանում չեղարկել եւ նոր պատժամիջոցներ կարող են սահմանել։ Սա այն խոսքն է, որը համընկնում է Եվրոպայից հնչած կարծիքին, որ մենք համահունչ ենք աշխատում Միացյալ Նահանգների հետ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցում, եթե Ռուսաստանը չգնա խաղաղության ծրագրով, որը Ամերիկայի Միացյալ Նահանգներն առաջարկել է։ Այսինքն իրանք արդեն իրանց կողմից հաստատեցին այն, ինչ որ մենք լսել ենք Մակրոնից, որը այդ
մասին արդեն հայտարարել է։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հետ հաշտեցումն անխուսափելի է, չնայած այն ամբողջ ողբերգությանը, որը մենք հիմա ապրում ենք, դա ժամանակի հարց է։ Պուտինը նշել է, որ չնայած հարաբերություններին բարդ շրջանին, Ռուսաստանը բավարար ուժեր եւ միջոցներ ունի, որպեսզի 2022 թվականին սկսված գործողությունը հասցնի տրամաբանական ավարտին։ Անհրաժեշտ արդյունքով։ Դե իհարկե այդ լիրիկական մասը դնենք մի կողմ, այս ուղղակի դա կարտացի իմանաք ինչ հայտարարություն արել, այս մասն է կարևոր։ ՌԴ նախագահն ընդգծել է, որ իրավիճակներ, երբ միջուկային զենքի կիրառման անհրաժեշտություն կառաջանար, չեն եղել եւ չպետք է առաջանան։ Ժորժյան, սա նա է, որ մեռանք ասելով, մենք ենք ապրում հետխորհրդային տարածքում, մենք ենք մեր վրա զգացել Ռուսաստանի եւ անձամբ Պուտինի ճնշումն ու ազդեցությունը, մենք հրաշալի տիրապետում ենք այդ մարդու բնավորությանը, հրաշալի գիտենք, որ ինքը վախացնելու է, բայց միջուկային զենք չի կիրառելու։ Ամերիկայի Միացյալ Նահանգների, թե Բրիտանիայի, թե Իսրայելի, որի հատուկ ծառայությունն ուզում ասի, որ Պուտինը միջուկային զենք է օգտագործելու, լսեք մեզ, մենք գիտենք այդ մարդու բլեֆնել, նրա բլեֆչիության արդյունքներ, մենք ամեն օր այդ ճնշումը մեզ վրա զգում ենք ու չենք մեռնում դրանից, վախվորած չենք ապրում ենք մի փոքր երկրում, որ ամեն օր կարող է վտանգված լինի նրա անվտանգությունը։ Հիմա Պուտինը պետք է կանգնի ասի, որ միջուկային զենքի կարիք 3 տարի չի եղել, բա վերցրեք վերլուծություններ նայեք, թե քանի վերլուծություններ են արել, որ աման Պուտինը խփելու է, ռիսկ չանեք հանկարծ Տաուրուս հրթիռներ տանք, ռիսկ չարեք հանկարծ Ատակամս տանք, հետո Ատակամսը տվեցին իհարկե, Հայմարսից հետո մինչև Ատակամս տվեցին, այն աշխարհը գնացին եկան, որ ասում եք այ լավ տվեք, գոնե այդ մարդիկ կարողանան իրենց հարցերը լուծեն։ Բայց միշտ մտածում էին, որ Ռուսաստանը խփելու է, բայց Պուտինին մոդիկ կանգնած մենակ մենք չենք, Պուտինի կողքի կանգնած Խոհարարը Պրիգոժինը կանգնեց, դեմը դուս եկավ։ Եվ ցույց տվեց, որ 1000 կիլոմետրից հեռու էր ինքը Ռոստովում, արդեն Պուտինը փախել էր Մոսկվայից եւ բարիկադներ էր կառուցում Մերս Մոսկովյան շրջանում։ Այսինքն ինքը ցույց տվեց, որ այդ ումից եք վախեցած ժողովուրդ ջան։ Բայց մենակ պետք չէր Պրիգոժինը 1000-րդ անգամ ասեմ, դրա վառ օրինակը Ռոնալդ Ռեյգանն է, պետք չի Պրիգոժինին լսել կամ ինձ նայեք ձեր այն մարդուն ու հերիք ասեք Պուտինը միջուկային զենք օգտագործող է, այդ մարդը կյանքի վրա դողում է ավելին, քան դուք պատկերացնում եք, չի անելու դա, այդ բլեֆի վրա խաբվելը առնվազն չգիտեմ ինչ է։ Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է. Գազայում եւ Սիրիայում տեղի ունեցած զարգացումների, ինչպես նաեւ քաղաքական եւ անվտանգության հարցերով խիտ գրաֆիկի լույսի ներքո Բենյամին Նեթանյահուն որոշել է հետաձգել իր այցն Ադրբեջան ավելի ուշ ժամկետով։ Վարչապետը շնորհակալություն է հայտնում նախագահ Ալիևին հրավերի համար եւ բարձր է գնահատում երկու երկրների միջև ջերմ հարաբերությունները։ Իհարկե սա շատ կարևոր է ու հետաքրքիր, ինչու համար, որտեղ լավ գիտենք, որ այդ 5 օրյա այցելությունը առնվազն շատ տարակուսելի էր, այդ մասին մի անգամ չի որ խոսել ենք, պաշտոնական այցով 5 օր ուր ես գնում։ Դա ինչ անլուրջ բան էր, բայց չխնդիրն ուրիշ էր, պետք է գնար Ադրբեջանի հետ պայմանավորվեր, որ աման սպասեք մի հատ բան անենք, Իրանին խփենք, Ադրբեջանն է պլազդարմ ծառայի, բայց երբ որ Միացյալ Նահանգները Իրանին խփել չի պատրաստվում, Իսրայելը չի կարողանում բզբզի։ Հիմա ինքը բզբզում է Սիրիայում, որտեղ Թուրքիայի դեմ է դուրս գալու, բայց երկու ուղղությամբ էլ Դոնալդ Տրամպը այդ հնարավորությունը չի տալի Նեթանյահուին։ Ինքը փորձում է ամեն ինչ անել, ամեն ինչ ակտիվացնել։ Խնդիրը մենակ նա չի, որ Թուրքիան թույլ չտվեց իր տարածքի կով թռնել, որի պատճառով Իսրայելը հրաժարվեց գնալ։ Դա ընդհանրապես շատ պրիմիտիվ պատկերացում է, որ դա կարող է պատճառը լինել։ Այսինքն ինքը գնում է 5 օրյա այցով կարևոր հանդիպման, մեկ է չի գնում, որովհետև նեղացել է Թուրքիայից։ Թուրքիայից նեղանալը ինչ կապ ունի, եթե դու նրա հետ լուրջ բան ես պայմանավորվել ու գնում ես հանդիպման։ Ոչ, որովհետև արդեն այդ հանդիպումը դարձավ անիմաստ այս պահին։ Ոչ թե հետագայում իհարկե անիմաստ չի, եթե ինքը կարողանա Ամերիկային համոզել, որ աշխատի Ամերիկա, Իսրայել, Ադրբեջան գիծը, բայց եթե դա այս պահին չի աշխատում, դա չի նշանակում, որ մեր տարածաշրջանում ամեն ինչ խաղաղվեց, բայց եթե դա այս պահին չի աշխատում, դա գոնե մի առումով մեզ համար դրական է, որովհետև իրանք ծառայությունը առաջարկում են Ամերիկային Իրանին հարվածելու, իսկ Իրանի հարվածելը որևէ պարագայում մեր շահերից չի բխում։ Երկու առումով մեզ համար դրական է։ Առաջինը, որ Իրանը չի ներքաշվի պատերազմի մեջ, երկրորդ, որ այդ առիթում չեն օգտագործի Ադրբեջանի ուժը, որի պարագայում Ադրբեջանի ժեստեր անեն, թե բա մենք քո համար ինչ անենք, որ դու մեզ տարածք ես տրամադրում քո հարևանի դեմ։ Դուք հասկանում եք դա ինչ վտանգ է եւ դրա համար ինչ գին է ուզելու Ադրբեջանը։
Իսկ հիմա Իրաքի Եմենից արձակած հրթիռի ռեկորդներն ընկել են Իսրայելի գլխավոր օդանավակայանի մոտ, որը գտնվում է Թել Ավիվի մոտ։ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով օդանավակայանի գործունեությունը կես ժամով դադարեցվել է։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ ով մեզ վնասի, կվճարի դրա համար յոթնապատիկ, ասել է պաշտպանության նախարարը եւ զգուշացրել անհամաչափ պատասխան տալու մտադրության մասին։ Իսրայելական զինուժն իր վերջին հարվածը հասցել է Եմենում հութիների թիրախներին մոտ 3 ամիս առաջ։ Վերջերս ակտիվ ձևով դրանով զբաղվում էր Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան։ Հիմա Իսրայելը արդեն հարված է հոտում հութիներից, սա այն դեպքն է, երբ որ Դոնալդ Տրամփն ասում էր Իրանն է նրանց օգնում, եթե նրանք կհարվածեն, պատասխան կստանա Իրանը։ Եվ հիմա հութիները հարված են հասցնում Իսրայելին, եւ դրանով ոնց որ ասեն, դե հիմի պատասխան ես տալու, դե Իրանին պատասխան տուր։ Եթե դու Իրանին ես մեղադրում հութիների հարվածի համար, դե հիմա պատասխան տուր, արդեն հարվածում են։ Իսրայելը դժգոհ է Սիրիայում իրավիճակի կարգավորումից եւ փորձում է այնտեղ ներքին հակամարտություն հրահրել։ Սա էլ ասում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այսինքն հիմա մենք այն ինչ որ մենք տեսնում ենք, որ Իսրայելը ոնց է չարչարվում, հասնի նրան, որ Սիրիան կիսեն, երկուսի մեջ Թուրքիան դրան համաձայն չի։ Թուրքիան ցանկանում է ամբողջական տիրապետի եւ դրա համար օգտագործում է Սիրիայի նոր իշխանությունը, ասում է մենք պատրաստ ենք Իսրայելի հետ գնալ գործընկերության, հայտնի Աբրահամյան համաձայնագիրը մենք ստորագրենք պայմանով, որ Իսրայելը դուրս գա Գոլանի բարձունքներից։ Էլ չենք խոսում արդեն, որ այս ընթացքում առաջ եկավ։ Իհարկե Իսրայելը դա ոչ մի ցանկություն չունի դա անելու, նույնիսկ եթե իմանա, որ դրանով խաղաղության չի գնալու։ Բայց եւ այդ պարագայում արդեն չի ստացվում, բա եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահն ուզում է արաբական երկրներին բարիշացնի Իսրայելի հետ, ինքը պատրաստ է, ասում է, այդ երկիրը դառնում է քո բարեկամ երկիր, դու սարի իմ տարածքից, ում չի պարզ, որ դա Թուրքիան է բզբզում։ Այնպես որ հիմա այս հարցի հետ կապված մենք նորից խնդիր ենք ունենում, որտեղ Թուրքիայի եւ Իսրայելի այդ հարաբերությունների պարագայում մենք մտածում ենք ինչա վճարելու Հայաստանը, Աստված չանի, որ դրա գինը լինի պայմանավորվածություններ ընդդեմ Հայաստանի, Թուրքիայի ակտիվություն, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որ դե լավ բերեք մենք այս գիծը պահենք, ինչ գործ ունեն ուրիշները այստեղ խնդիրներ ունենան։ Առայժմ այդ հարցում դեռ չի կարողանում Իսրայելը Միացյալ Նահանգներին համոզի, որպեսզի ճնշի Թուրքիային։ Դե հիմա տեսնենք, դա այն դեպքն է, որ մեզ համար որը որին ճնշի, որևէ բան չի փոխում։ Երկուսի ճնշելն մեզ համար վտանգ է ներկայացնում։ Բայց առայժմ քանի համաձայնության չեն եկել, դա ավելի լավ ռեժիմ է, քան եթե որևէ ձևով համաձայնության գային։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, Ռուսաստանի կողմից առաջարկվող Զատկի զինադադարի, ինչպես նաև մայիսի 8-ի 9-ի 10-ի տոների համար զինադադար հայտարարելու ներկայիս նախաձեռնության նպատակն է ստուգել Կիևի պատրաստակամությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև երկարաժամկետ կայուն խաղաղության ուղիներ գտնելու հարցում։ Այսինքն սա ընդհանրապես դա է Դե եթե պատրաստակամ չի Կիևը, բայց դեպքում էլ ինչ են կանում։ Իսկ Կիևն էլ ասում է, որ պատրաստակամ չի, որտեղ ասում է, թե դադարացնում է, սարի 30 օրով դադարացնենք։ Ոչ թե դու անհանգստանում ես Քուշքերտից, Քուշքերտը հաջող անցկացնելու համար, մեզ ասում ես, դե բերեք այդ օրերը չկրակենք, բայց մեկ ուրիշ օր դուք խփում եք Կիևին։ Այդ Կիևին խփելը ձեզ կարելի է Մոսկվային խփելը չի կարելի։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եւ նրա կինը Մեհրիբան Ալիևան հանդիպել են Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ։ Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Ադրբեջանի նախագահի կնոջը Մեհրիբան Ալիևային հանձնել է ռուս ուղղափառ եկեղեցու Սուրբ Հավասար Օլգայի ռուս ուղղափառ եկեղեցու առաջին աստիճանի շքանշանը։ Մեհրիբան Ալիևան այս շքանշանով պարգևատրվել է հասարակությունում ավանդական արժեքների պահպանման գործում ունեցած ներդրման համար։ Իհարկե մենք կարող ենք այստեղ ասել, որ մենք այո լավ չենք աշխատում, որովհետև մի օր Ադրբեջանը հարցերը լուծում է Վատիկանի հետ, մի օր լուծում է Ռուսաստանի հետ, Ռուսիո պատրիարքի հետ է հարցերը լուծում, կարելի է ասել, բայց իհարկե որևէ մեկի մեղքը դրանից չի փոխվում, այսինքն մենք մերը կարող ենք ընդունել, բայց այնպես չի, որ եթե մենք մերը ընդունեցինք, նորմալ ենք համարում, որ եթե մենք մեղավոր ենք, Վատիկանը ճիշտ է արել, կամ եթե մենք մեղավոր ենք, բանը Ռուսո պատրիարք Կիրիլը գնացել է եւ այս Օլգայի մեդալը տվել է, բանին Մեհրիբան Ալիևային, այդ ինչի համար է տվել, ինչ առիթով է տվել, բայց հետո հասկանանք իսկ ինքը ինչ է տվել։ Սուրբ իշխանուհի Օլգայի շքանշանա տվել Մեհրիբան Ալիևային, իսկ այդ ով էր, բանը
իշխանուհի Օլգան, կարող է մի հատ ձեզ թեթև անցնենք, մի հատ հասկանանք ով էր։ Իշխանուհի Օլգան դա իշխան Իգորի կինն էր։ Իսկ իշխան Իգորը Ռուրիկովիչների դինաստիայի առաջին իշխանն էր, որը որ գնաց Կիևյան Ռուսիա։ Իհարկե առաջինը որ գնաց Օլեգը հիմնեց Կիևյան Ռուսիան 882 թվականին։ Օլեգը Իգորի ռեգենտն էր։ Օլեգը Ռուրիկովիչ չէր։ Այսինքն իշխանը Իգորն էր։ Օլեգը գնաց, որ Օլեգը շատ էլ խելացի, շատ տրամաբանված, շատ նենց ամեն ինչ իմացող վեշչալեգ էին ասում, չէ, ինքը ասեց, որ Կիևը ռուսական քաղաքների մայրն է։ Այդ ուղղակի պետք է հասկանան որոշակի մարդիկ, ովքեր որ այդ ամեն ինչի մասին խոսում են եւ փորձում են Կիևի կյանքը պատմությունը իրանց վերցնեն, որպեսզի կարողանան դրանով արդարացնել, որ այդ իրանց պատմությունն է։ Անհարմար ենք զգում, հա, այս Օլգայի մասին խոսելուց իմանալ, որ ինքը իր կյանքը Կիևի հետ էր կապել, ոչ թե Մոսկվայի։ Մոսկվան առաջի անգամ 1147 թվականին են այդ մասին հիշատակել, այն էլ թեյ խմելու առիթով քաղաքն ուր էր, ընդամենը թեյ էին խմելու։ Բայց լավ, դա չի, հարցը Մոսկվան հանգիստ թողենք, հիմա հասկանանք վերջը ով էր այս մարդը։ Իսկ իշխան Իգորին 945 թվականին դրևլյանները սպանեցին։ Գնաց հարկահավաքության, հետո հետ եկավ, տեսավ շատ խելոք տվեցին, հետո հետ գնաց երկրորդ անգամ տվեցին, սպանեցին։ Եվ ինչ տեղի ունեցավ, Օլգան գնացին Օլգայի մոտ մեղայականով, դե Օլգան արդեն դարձավ ինքը ռեգենտներ, որովհետև Օլգայի տղան եւ Իգորի տղան անչափահաս էր, նա չէր կարող պաշտոնավարել, ինքը Սվյատոսլավ Իգորևիչի մասին է խոսքը, իրանք գնացին մեղայականով Օլգայի մոտ ներողություն խնդրեցին, ինքն էլ ասեց, հա լավ ձեզ ներում եմ, բայց ամեն մեկը որպես տուժ ձեր տնից կբերեք մի հատ աղավնի, նրանք ուրախ գնացին տվեցին, որ մի աղավնիով պրծան, հետո այրեց այդ աղավնիների ոտը, նրանք էլ ամեն մեկը գնաց նստեց իր տան կտուրին, սովորության համաձայն, իսկ քանի որ ընդեղ էլ ծղոտ էր, ամբողջ գյուղը այրվեց։ Էս էր Օլգան, իդեպ այդ հատվածը անգամ մեզ դպրոցում էին սովորացնում, ժողովուրդ, այդքանը հիշում եմ դպրոցի պատմության գրքից, իսկ մնացածը դե արդեն հետագայում ես ծանոթանում։ Ուզեմ ասեմ, այդ ա եղել Օլգայի մասին պատկերացումը պատժի համարժեքության։ Դուք սպանեցիք իմ ամուսնուն, ես կվերացնեմ ձեր գյուղը։ Այն մարդ կարող է դրա համար են այս մեդալը տվել Մեհրիբանին, այտենց հայկական բնակավայրերի հետ կապված հետաքրքիր իրանց քայլերի համար։ Եվ իհարկե շատ են խոսում այդ մասին, որ իհարկե բանա Օլգան մի բանով էլ հայտնի, որ ինքը քրիստոնեություն էր ընդունել, ավելի շուտ քան քրիստոնեությունը պետական կրոն որպես ընդունվել էր, բայց այդ դեպքում մի հատ էլ հետաքրքիր հարցածագում, բա իշխանական տոհմ ես, քրիստոնեություն ես ընդունել Օլգա, բայց ոնց եղավ, որ քեզանից հետո Սվյատոսլավ Իգորևիչը եղավ, հետո դրանից հետո այն մի տղան եղավ, որին շուտ սպանեցին, արանքից հանեցին, Վլադիմիր Սվյատոսլավիչը, որը որ քրիստոնեությունը ընդունել է, ինքը հեթանոս էր։ Բայց այնչի տատին չլսեց ինքն է քրիստոնյա դառնար, թե ցանկանում եք մի քիչ նսեմացնել Աննայի դերակատարությունը, որ քրիստոնեությունը ընդունվել է Կիևյան Ռուսիայում, շնորհիվ նրա, որ Վարդաս Ֆոկասը ապստամբել էր զորահրամանատար Վասիլ II-ի դեմ Կոստանդինապոլիսում, բանը Բարսեղ երկրորդը նեցել են ասում Վասիլ Բարսեղ, որը դե ծագումով հայ էր, եւ երբ որ այդ հաղթանակ տարավ գնաց Վլադիմիր Սվյատոսլավիչը օգնեց, ինքը ասեց ես քեզ կյանքով մեկ պարտական եմ, ասա ինչ անեմ, ասեց քրոջը տուր կնության Աննային, ասեց այդ մոռացի, այդ չի լինի, ես հեթանոսին չեմ տա, իմ քրոջը, կգնաս քրիստոնեություն կընդունես, կգաս, գնաց քրիստոնեությունը թրով սրով ընդունեց, եկավ Աննայի հետ ամուսնացավ։ Այսինքն մենք էլ հոդագիտենք այդ պատմությունը, թե ոնց է եղել եւ ոնց են պաշտում Աննային Կիևում, բայց մենք ինչ ենք անում, ռուսները խաղեր են տալի Ադրբեջանի հետ, լավ, մենք Ռուսաստանի հետ չենք անում, բա Կիևի հետ ինչի համարժեք վերաբերմունք չունենք, այդ Աննայի հետ կապված թեմաները մեզ էլ չի վերաբերվում, ու անգամ դնում եմ մի կողմ Բարսեղ II-ը ինչպիսի քաղաքականություն է վարել, որքանով ինքը լավ եղել Հայաստանի հետ եւ այդ մեր հարաբերություններն այդքան էլ լավ չի եղել, ասենք, այդ ուրիշ հարց է, բայց խնդիրն ուրիշ է, փաստ է, որ քրիստոնեություն ընդունել են նրա համար, որ Բարսեղ II-ը հայ էր, կանգնեց ասեց, չէ, ախպեր, չեմ կարա, ես իմ քրոջը տամ հեթանոսին եւ
քրիստոնեությունը ընդունվել է 988 թվականին, բայց այդ պահին Վլադիմիր Սվյատոսլավիչը հեթանոս էր, այսինքն տատիկին չէր լսել քրիստոնյա դառնալ, այսինքն նույնիսկ եթե ընդունեն, որ քրիստոնեություն Օլգան ընդունել է, Օլգան ընդունելով դա չի տարածվել անգամ իրենց տոհմի վրա, իր ժառանգների վրա, որոնք որ գոնե դառնային քրիստոնյա։ Եվ այս պարագայում ես ուղղակի ուզում եմ իմանամ, ասեմ հետևյալը. Ադրբեջան բոլոր ուղղություններով ամեն ինչ անելու է։ Եթե մենք չենք անում, ավելի լավ է մեղադրենք մեզ։ Եթե մենք դրա դիմաց Ռուսաստանի հետ քայլեր չենք անում, որ տեսնում ենք այս մարդը, որ նույնիսկ հեթանոս Ռուսաստանի ժամանակ ինքը քրիստոնեություն էր ընդունել, այդքան կարևոր էր համարել, հիմի գնացել է, Կիրիլը գնացել է, Մեհրիբանին այս ինչ որ ավանդական արժեքների հետ կապված մեդալա տալ է։ Ում եք խայտարակում։ Ձեզ, նրանց, ինչ է կատարում։ Հասկացանք, Ալիևը փողով կարա ցանկացած մեդալ առնի, ցանկացած հարց լուծի։ Մենք մեզ վերաբերվողը ինչ ենք անում։ Այս առիթը օգտագործում ենք, որ կարողանանք նաև դրա ինադու նաև եթե ուրիշ խելքներս չի հասնում, որ իմանանք, որ Կիևի հետ լավ լինելով ցույց է տալիս, որ Ռուսաստանի համար դա կատաստրոֆա է, որտեղ իր պատմության հերն է անիծվում, եթե Կիևյան Ռուսիան ինքը ասում է, բա Ռուսիա է, իմն է, չէ, անունն է ուղղակի, տենց որ վերցրեցիք ձեր վրա դրեցիք, դուք ընդամենը Մոսկովիա էիք, թաթարների ժամանակ, թաթարներից հետո է, այնպես որ պետք չի անունը խլելը ձեզ վերագրեք։ Ուզում ասեմ, որ ժողովուրդ ջան, սրա հետ կապված մենք պետք է ուշադրություն դարձնենք եւ իմանանք, թե օրինակի համար այս պարագայում իսկ մենք ինչ ունենք անելու։ Այո, Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին նաեւ կարող է Հայաստանի ղեկավարներին էլ մեդալներ տա, որպես իրադուստեր ձեռնարկություն։ Դե մենք գիտենք, Գարեգին II կամ նրա եղբայրը, որը Մոսկվայում է, դե գիտենք, այդ ասեք նրանց համար մասնաճյուղ է Ռուսաստանի, մենք հո դա չենք համարում, չէ, մենք հայ առաքելական եկեղեցին մասնաճյուղ չենք համարում, մենք մեր եկեղեցին շատ հարգում ենք, դրա հետևորդն ենք, մենք ուղղակի պաշտոնյաներին ենք համարում, որ իրանք մասնաճյուղի վարիչ են աշխատում, էլի, այդ ուրիշ է, դա մեր հետ կապ չունի, բայց դրան զուգահեռ մենք պետք է ավելի ակտիվ աշխատեինք Կիևի հետ, այն էլ անպայման չի պատերազմի մեջ ներքաշվես, չգիտես ինչ անես, այդ արժեքներին տեր կանգնենք, ժողովուրդ ջան, որը արդեն մեր հետ ուղղակիորեն առնչվում է։ Ֆրանսիան Միշակ Մանուշյանը վերաթաղում, Հայաստանի ղեկավարը պաշտոնապես կանչում, կարելի է կարծել, բա ինչ կապ ունի, այդ մարդը Հայաստանի հետ կապ ուներ, այդ մարդը արևմտյան Հայաստանից էր գնացել, որ Նիկոլ Փաշինյանն ուրացել է, բա դրա համար են չես Հայաստանից ղեկավար կանչում, որ ինքը ասում է պատմական Հայաստան, իրական Հայաստան, մենք ինչ գործ ունենք, արևմտյան Հայաստան չի եղել, դա եղել է ընդամենը արևմտյան Հայաստանը մեր Հայաստանի արևմտյան մարզերն է, արևմտյան Հայաստան հասկացողություն ասում է չի եղել, բայց արևմտյան Հայաստանում ծնված Միսակ Մանուշյանի գնաց տեր կանգնեց, որովհետև մենք հայ ենք, բա ուրիշտեղ հայ չենք, Բարսեղը հայ չէր, վերջը Դրանել կանրադառնանք, ուղղակի իմանանք ինչա կատարում։ Associated Press-ը հաղորդում է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված լուսանկար, որտեղ նա ներկայանում է Հռոմի Պապի հանդերձանքով Ֆրանցիսկոս 1-ի համար սգի շարունակման եւ նրա իրավահաջորդին ընտրելու համար նախատեսված կոնկլավի մեկնարկից ընդամենը մի քանի օր առաջ։ Ինչի՞ եմ ես սա ամեն ինչը հիմա ներկայացնում, դա ավելի շուտ է եղել, որովհետեւ շատ մեծ աղմուկ ու դժգոհություն էր առաջացրել կաթոլիկ աշխարհում։ Թրամփի գործողությունները քննադատության արժանացան Նյու Յորքի կաթոլիկ եպիսկոպոսների խմբի եւ իտալացիների կողմից։ Սպիտակ տան կողմից իր պաշտոնական X էջում վերահրապարակված պատկերը զարմանք առաջացրեց սոցիալական ցանցերում եւ Վատիկանում։ Լավ, ասենք Հռոմի Պապը, Դոնալդ Թրամփը, ասենք հասկանում է, որ ինքը երրորդ ժամկետ չի կարող ընտրվի, ինքը ուղղակի քանի որ ուզում է ցմահնի, ոչ մի ձևով չի ստացվում։ Մի հատ ուզեցավ Ամերիկայի թագավոր դառնա, շատ խիստ քննադատության արժանացավ։ Մի հատ էլ ուզում է Հռոմի Պապ դառնա, որ ցմահլնի։ Այդ մարդն ասում է ցանկացած գործ, մենակ ցմահլնեմ, ժողովուրդ ջան, ցանկացած գործ, որը կարա մինչև կյանքի վերջ ինքը ասի ես սրա ղեկավարն եմ։ Չի սիրում էլի տեն ժամանակավոր գործեր, բայց ոնց է վիրավորում կաթոլիկ աշխարհին։ Կամ էլ թե չէ մի անգամ էլ ուղղակի ես հիշացրեցի դեռ այն ժամանակ, որ ասենք ինքը Հռոմի Պապ ուզում դառնալ ու ասում էր կատակա, բա կատակա նկարը ինչ է դրել, կամ սպիտակ տունը դրել ես այդ նկարը դնում ես քո պաշտոնական էջում, որ ինչ։ Եթե չմոռանանք, որ Հռոմի Պապը կուսակրոն է, ես մտածում եմ, որ պետք է որ Դոնալդ Թրամփը որ գնար տուն, Իրաքին ասեր, այդ ուզում ես ես չլինեմ, իրան դարձներ տանը Հռոմի Պապ, բայց առաջում երևի ուրեմն չի վախենում։
Ուրեմն չի վախենում կնոջից, եթե այս նկարը դրել է։ Դե կարող է, ինչ ասում եմ, համարձակ մարդ է։ Կաթոլիկ կարդինալները նրա հիշատակին ամեն օր պատարակներ են մատուցում եւ չորեքշաբթի օրը պետք է բացեն կոնկլավը նրա իրավահաջորդին ընտրելու համար։ Մեկ պապի մահը եւ մեկ այլի ընտրությունը մի իրադարձություն է, որին կաթոլիկները վերաբերում են հատկապես լուրջ, քանի որ պապը Քրիստոսի փոխանորդն է երկրի վրա։ Այսինքն հո գիտեք, որ կարդինալներից պետք է ընտրեն, հո գիտեք, որ Հռոմի պապին չեն կարող ընտրել Ամերիկայի նախագահին, լավ սա ինչ է ժողովուրդ ջան, ում են ձեռառնում, չեմ հասկանում, իրանց, դիմացինին, կամ սա ինչ կատակի թեմա է, մեռած մարդու վրա կատակ անելը ո՞րն է ժողովուրդ։ Սա հատկապես ճիշտ է Իտալիայում, որտեղ պապական աթոռը բարձր է գնահատվում նույնիսկ ոչ կրոնական իտալացիների կողմից։ Իտալական եւ իսպանական լրատվամիջոցները բողոքել են պատկերի անճաշակությունից եւ այն անվանել վիրավորական, հաշվի առնելով, որ պաշտոնական սուգը դեռևս շարունակվում է։ Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցին պատկերը անվանել է ամոթալի։ Այս պատկերը վիրավորում է հավատացյալներին, պետական հաստատություններին եւ ցույց է տալիս, որ աշխարհի աջակողմյան առաջնորդը վայելում է ծաղրացու լինելը, գրել է Ռենցին։ Մինչդեռ ԱՄՆ տնտեսությունը բախվում է անկման, իսկ դոլարը կորցնում է արժեքը։ Միացյալ Նահանգներում Նյու Յորքի նահանգի կաթոլիկական կոնվենտ եւ այլ։ Մի խոսքով այս բոլորը ես ասում եմ նրա համար, որ դուք պատկերացնեք, թե ինչ վրդովմունք է այդ ամեն ինչը առաջացրել։ Բայց եւ միևնույն ժամանակ դրա հետ կապված Ջեյ Դի Վենսը փորձել է արդարացնել, որ Դոնալդ Տրամպի այդ նկարը ասում է ինչ է եղել, որպես կանոնից բավարարում է, երբ մարդիկ կատակում են, համարում է, որ դա կատակ է, եւ չի բավարարում, երբ մարդիկ հիմար պատերազմներ են սկսում, որոնց հետևանքով զոհվում են հազարավոր իմ հայրենակիցներ։ Ինչ կապ ունի այդ նկարի հետ, ինչ որ որևէ մեկը պատերազմ է սկսում եւ ինչ է անում։ Եվ ի վերջո մի բան էլ ասենք, այս ամբողջ խառը իրավիճակը, ուկրաինական պատերազմ, Իրան, լարվածություն, Սիրիա, տեսնում եք ինչ է, Ադրբեջան, այս ամբողջ խառը ժամանակ այնպես չի, որ Հայաստանում բաներ չի կատարում, ժողովուրդ ջան, Հայաստանում էլ է կատարում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Իցակար համայնք այցելության ժամանակ վերջապես գտել է մի մարդու, որ իրեն հասկանում է։ Վերջապես մի մարդ կա, որ ինձ հասկանում է։ Քեզ էի ման գալիս, բնակչին ասել է Փաշինյանը, երբ նա նշել է, թե ուշադիր լսում է Փաշինյանի ամեն ելույթը, հատկապես երբ ասել է ժողովրդին սովորեցրել են չաշխատել։ Սաղ օրը իմ գործը դա է, քո ասածները տարածում եմ մեր ժողովրդի մեջ, նշել է Իցակ Հարցին։ Այո ժողովուրդ ջան, այս դարակազմիկ այցելությունը Նիկոլ Փաշինյանը աշխարհընկած մանագալի Հայաստանում է մանգալի։ Տեսեք ինչքան մարդու ինչ բարձր աշխատավարձներ է տալի։ Ինչ ամբողջ աշխարհը ման են գալի, պարգևավճարներ է տալիս, որպեսզի ասեն Նիկոլ Փաշինյանի ոտանավորները ամենատաղանդավորն են, որպեսզի ասի Նիկոլ Փաշինյանի մտքերը, այն պատմական Հայաստան, իրական Հայաստան, չգիտես ինչ եւ պետական, ապապետական եւ այլ կրթվելու հետ կապված էսկո մեկով այդ բոլորը փայլուն է, բայց տեսնում է արդյունք չկա։ Հիմա վերջապես ժողովուրդ ջան, Իցակ Հարցուն գտել է, այս Իցակ Հարցին ասել ինքը վերջապես հասկա։ Հիմա կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պետք է նրան վերցնի տանի կառավարություն եւ նրան հանձնի պաշտոնը, որովհետեւ այդ մարդը միակ մարդն է, որ իրան հասկացել է։ Թե ինչ ա ուզում դրանով բացատրի, որ մինչեւ հիմա մարդկանց խրախուսել են չաշխատելը, լավ է, այդ երևի այն էր, որ գնացել էր ասում էր եգիպտացորեն ցանեք, հետո դրեք դույլը վրան վաճառեք, այդ է իր պատկերացած տնտեսությունը, կամ ասում էր ինչ որ բերքը ցանում են, հետո ջրում են, ամեն ինչ անում են, դիտավորյալ այնտեղ որ կարկուտը փշացնի փոխհատուցում ստանան։ Այսինքն ագրոտեխնիկական բոլոր հարցերը լուծում են, ամեն ինչ անում են, բերքը ցանում են, ջրում են, ամեն ինչ անում են, բայց այն փոխհատուցումը, որը եկամուտ չի ապահովելու, մենակ դրա համար կարկուտն է պլանավորած, հատուկ պատվիրած, որ կարկուտը խփի փող ստանալ։ Այս մակարդակով մարդը վարչապետ է, դրա համար Իցակ Հարցին իրան հասկացել է, ժողովուրդ ջան։ Մենք փրկված ենք, ուզում եմ իմանաք, որ այլևս մեզ վտանգ չի սպառնում, ոչ աշխարհաքաղաքական, ոչ տարածաշրջանային, ոչ ներպետական, որտեղ Նիկոլ Փաշինյանը վերջապես գտել է այն մարդուն, որը իրան հասկանում է։ Մենք շատ ուրախ ենք իր համար, բարի բախտ ենք ցանկանում եւ կարծում եմ, որ մենք թե ինչ վիճակում ենք գտնվում, ավելի լավ է տրամադրությունները այս կիրակի օրով չգցեմ, այսօր այսքանը։ Եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։